Այն ինչ որ կատարվեց 20 թվականին, ես նկատում եմ Ղարաբաղյան 7 պատերազմը, դա մեծագույն ողբերգությունն էր։ Եվ կարծում եմ, որ ողբերգությունը մարդուն ընդհանրապես դարձնում ավելի իմաստուն։ Երբ որ դու սկսում ես վերլուծել։ Երբ որ դու սկսում ես պարզապես մանգալ հերոսներ ու դավաճաններ, ոչ մի չի աշխատում այստեղ։ Հենց Ղարաբաղյան շարժման վերաբերյալ։ Եթե թույլ տաք հենց առաջին անգամ ձեր մոտ կասեմ, մի քիչ փոխելով Չերչիլի խոսքերը։ Նա, ով որ չի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը, չունի սիրտ։ Նա, ով որ հիմա է մասնակցում Ղարաբաղյան շարժմանը, չունի ուղեղ։ Չերչիլը մի քիչ ուրիշ բանի մասին էր ասում, հեղափոխության մասին, բայց մոտավորապես այդ հաստիս։ Դու ընկալում ես, մենք ընկալում ենք որպես արդարության շարժում, շատ էմոցիոնալ էինք, մեր և պատմական հիշողություններ շատ բան ասում, բայց կա մի շատ կարևոր բան այդ ամբողջ տարիների ընթացքում։ Մենք տեսնում ենք միայն սեփական ճշմարտությունը։ Մենք ամտեսում ենք ուրիշի ճշմարտություն, ուրիշի զգացմունքները, դե հիմա ազատագրել ենք, գրավել ենք այնտեղ 7 շրջան այնտեղ մարդիկ էին ապրում, դե իրանց հերնել անիծած գնա փախստական չեմ այդտեղ, իրանց քաղաքներ կավ իրենք իրանց քարը կբերենք, մեր տները կսարքենք, լվացարանման մեքենա կտանենք։ Չի լինում այդպես։ Երբ որ դու արհամարում ես ուրիշի դժբախտությունը, երբ որ դու ընդհանրապես քեզ առանձնացնում ես ուրիշներից, ապա պետք է պատրաստ լինես, որ կարող է քո հետ էլ նույն ձևով վարվեն, կարող է քո հանդեպել լինի այդ տեսակ մոտեցում։ Եվ ընկնել մանկական, ասենք ասենք, այդ շրջանառության մեջ, հա, ով առաջինը սկսեց, ով ավելի շատ մեղավոր, ինքը ինձ ասեց սա, ինք ասեց սա, ես պետք է ասեմ սա, ուր ենք գնում։ Եվ երևի թե նաև տարիքս և մեղավորության մեծագույն զգացողությունը, որտև այդ բոլոր զոհվածների համար ես համարում եմ, որ ես մեղավոր եմ։ Հաճախակի երբ որ ինձ հարցնում են ով է մեղավոր, ես ասում եմ ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր, որտև ես նախ շատ բան սկսել էի հասկանալ արդեն իբնե, հա։ Արդեն երևի երբ սկսեցի շատ հաճախակի այցելել Ղարաբաղ։ Ընդ որում զորամասեր էի գնում, այնտեղ զինվորներ հետ էի հանդիպում խոսում, ես տեսնում էի ինչ է կատարվում։ Ես տեսնում էի այդ զենք, որ այն զենքն էր, որը Կարան բանակում, երբ որ ես էի ծառայում 78-80 թվականին, ես տեսնում էի այդ հարաբերությունները։ Ես տեսնում էի գեներալիտետը մեր։ Գիտեք, Նապոլեոնը ֆրանսիական բանակի մասին ասեց, ես երբ իմ գեներալները սկսեցին հարստանալ, ես կորցրեցի բանակը։ Դա ասում է Նապոլեոնը իր բանակի մասին, մի երկրի մասին, որ ուներ ավանդույթներ, 1001 կառուցված, մենք ինչ ասենք, որ նոր ենք ստեղծում ու ստեղծեցինք, այն ինչ որ ստեղծեցինք։ Եվ դրա համար ինձ եմ մեղավոր համարում, և համարելով, որ ես եմ մեղավոր, ես իրանք չունեմ շարունակել այն վտանգավոր գիծը, որը բերեց այդ զոհերին, իրանք չունեմ։ Ես ձեր բոլորի առջև ունեմ մեծ պարտականություն։ Դե բոլորս, պարոն Պապայան, հիմա ինձ թվում է։ Իմը մի քիչ ուրիշ է, ես տարիքով մի քիչ մեծ եմ, ես չեմ գնալու ճակատ զենք վերցնելու, բայց ես փաստորեն ուղարկելու եմ։ Եթե ես չզգուշացնեմ, ինչ սպառնալիքներ է դա բերում։ Ես ավելի վատ վիճակում եմ, որտեղ ես ուրիշի կյանքն եմ զոհաբերելու։